Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Ժլատ Ռաջան։ Մի ռաջա իմացավ, որ հարևան թագավորը իր զինվորների համար 500 ձի է գնել։ Հարկավոր է իմ իշխանության մեջ էլ հեծելազոր ունենալ, ասաց ռաջան և հրամայեց գնել 1000 ձի։ Երբ ձիերն արդեն գնված էին, ռաջան մտածեց. հիմա կռիվ չկա, իսկ ձիերն էլ մեկ է, ամեն օր պետք է կերակրել, ջրել, ձիապաններին փող տալ, դե քանի որ կռիվ չկա, թող ձիերն էլ աշխատեն ինձ համար։ Եվ նա հրամայեց, որ ձիերը պտտեցնեն աղացաքարը։ Առավոտից մինչև իրիկուն ձիերը պտտում էին աղացաքարը և աղում ռաջայի ցորենը։ Որպեսզի նրանք արագ շարժվեին, ձիապանները հաճախ ծեծում էին նրանց։ Այսպես անցավ մի տարի, և ամբողջ տարին խեղճ ձիերը լուսաբացից մինչև մայրամուտ պտտվում էին ու իրենց հետ պտտեցնում աղացաքարը։ Եվ ահա հանկարծ այդ տերության վրա հարձակվեց հարևան թագավորի հեծելազորը։ Ռաջան չվախեցավ, նա գիտեր, որ թագավորը ընդամենը 500 ձի ունի, իսկ ինքը 1000։ Եվ ահա ռաջայի 1000 քաջ զինվորները շարժվեցին թշնամուն ընդառաջ։ Երբ նրանք տեսան թշնամուն, դուրս քաշեցին սրերն ու մտրակեցին ձիերին։ Իսկ ձիերը, փոխանակ թշնամու վրա սլանալու, սկսեցին տեղում պտտվել։ Եվ որքան ուժեղ էին հարվածում ձիավորները նրանց, ձիերն այնքան արագ էին պտտվում տեղում։ Ոչ մի արգելքի չհանդիպելով, թշնամիները սրարշավ հասան ռաջայի պալատը, ջարդեցին պահակախմբին, իսկ ռաջային գերի վերցրին։ Ժլատ ռաջան ստիպված եղավ որպես փրկագին թագավորին տալ 1000 ձի, 500 փիղ և դեռ 2 պարկել ոսկի։